Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 11-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 11-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բանի եք սպասելու օրվա ընթացքում, նաև ոմանք օրվա ընթացքում եւս կպարկեն, կքնեն, կհանգստանան, միգուցե սպասում եք, հետո քնում եք։ Նաև ինտիմ հարաբերություններ ոմանց համար։ Եվ գաղտնիք կբացահայտվի, հեռախոսազանգ ունեք, գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, որևիցե իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս եւս կկատարվեն, գուցե այդ օրը եւս կկատարվեն կամ նոր է սկսվում ոչ ամսվա ցիկլ, բացի դա էլ դա կարող է լինել ավարտ այդ ամեն ամսվա ինչ-որ պահերի։ Նաև օծեր կան ձեր շրջապատում, ուշադիր եղեք, որպեսզի այդտեղ չբամբասեն կամ շատ մի կիսվեք իրենց հետ բամբասկոտներ են, կամ նմանատիպ ոչ է վերաբերմունք ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 11-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել կամ ինչ-որ բանից կարող եք հիասթափվել կամ ինչ-որ բան է, որ ձեզ տխրեցնում է այդ օրը։
Նաև գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ունեք, հաջողություն ձեր գործերում, այնինչ որ կանեք, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ պահեր են այստեղ, նաև կարող գնալ հարցազրույցի, պայմանավորվեք, գնաք, այդպես ժամ ձեզ ասեն, նաև դա բիզնեսն է, որը առաջ կմղեք և հանդիպում պետական աշխատողի հետ։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն կամ ինչ-որ մեկի հետ կամ ձեր հարազատ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին մարտի 11-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը առավոտյան կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել կամ նաև կարող արտանալ և սկսել տուն մաքրել։ Գումար կստանաք, նաև հետո զանգահարում եք ինչ-որ մեկի, միգուցե գան տակ, կամ այստեղ խոսում եք, հետո գնում գումարը ստանում։ Ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ մեկից նաև կարող եք հեռանալ և տան հետ կապված ոչ իրադարձություններ են, այստեղ հնարավոր է առիթ է, հնարավոր է տեղափոխություն է, մաքրություն և այլն, յուրաքանչյուր բան տան հետ կապված և նաև առիթ։ Եվ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 11-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ նաև կարող է այդ օրը ժամ պայմանավորվեք ինչ-որ մեկի հետ։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան, երեխաների հետ կապված իրադարձություն է,
Ոնց է երեխաներն են գալիս կամ դուք եք գնում, սա առիթ է նաև երեխաների հետ կապված։ Նաև հղիություն, ծննդաբերություն, նաև սա ընտանեկան կյանքն է, որով կզբաղվեք։ Օրվա ընթացքում ոմանք կպարկեն կհանգստանան, նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ է սա։ Նամակ կստանաք, նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ, նաև փաթեթ կարող ստանալ եւ փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործեր կանեք։ Նաև հուզված եք, հուզվում եք կամ նաև կարող եք արտասվել, բայց չգիտեմ ինչու է դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 11-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հուզված եք, հուզված գնում եք օրինակ ժամադրության, այստեղ ոմանք կարող են հուզվել, այստեղ պայմանավորվածություն է ձեր հարազատ մարդկանց հետ, միգուցե իրենց տեսնելուց եք հուզվում։ Գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն ունեք այդ օրը, ձեր ցանկությունները կիրականանան, բայց այստեղ ինչ-որ մի բան կիմանաք, որ բաց եք թողել այդ հնարավորությունը, հա, ոնց որ կբացահայտվի դա կիմանաք, որ բաց եք թողել այդ հնարավորությունը, դրա համար օգտվեք, եթե ինչ-որ պահ կլինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 11-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ են, հնարավոր է առիթ է, կնունք է, ծնունդ է եւ այլն։ Նաեւ դա կարող է լինել ընտանեկան կյանքը ձեր, որով որ կզբաղվեք ավելի շատ։ Ուշադրություն կդարձնեք։ Նաեւ ուշադրություն դարձրեք ձեր առողջության այդ օրը, կամ նաեւ կայցելեք նմանատիպ ոչ կենտրոն։ Այստեղ ինչ-որ մի բան կիմանաք ժամի հետ կապված, միգուցե ասում են, որ այդ ժամին հարմար չէ, կամ հա զանգահարում են, կամ ինչ-որ մի ձևով իմանում եք, որ
ժամ չկա, այդ մարդը ժամ չունի, որպեսզի հանդիպեք կամ նման ոչ պահեր են։ Եվ այդ օրը գումար կստանաք, եւ ինչպես ասում են, ինչպես գումար կստանաք, այնպես էլ կծախսեք այն։ Եվ դա կարող է լինել գումարի մասին եք ինչ որ մեկի հետ խոսում, եւ հետո այդ գումարը ձեզ տալիս են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 11-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են գալու ձեզ մոտ, նաև ինչ-որ մի բան ձեզ այդ օրը կերջանկացնի, ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք ինչ-որ աշխատանքի հետ կապված ոչ պահեր են, նաև կարող եք գնալ հարցազրույցի կամ հանդիպել նաև պետական աշխատողի հետ, նաև եթե բիզնես ունեք, բիզնեսը առաջ մղեք։ Նորություն կլսեք, բայց դա կարող է լինել ծրարի միջոցով կամ նամակագրական կապի միջոցով, այդպես կիմանաք։ Եվ ուշադրություն դարձրեք այդ օրը նաև ձեր առողջությանը, կամ կայցելեք նմանատիպ կենտրոն, եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այստեղ հնարավոր է, որ մի փոքր վատ եք զգում եւ դուրս եք գալիս ավելի շուտ աշխատանքից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 11-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ինչ որ մեկի հետ հանդիպում ունեք, նաև նամակագրական կապի մեջ կլինեք ինչ որ մեկի հետ կամ փաթեթ կստանաք, կամ փաստաթղթերի հետ կապված ոչ է գործունեությունը։ Սեղանի շուրջ եք նստելու, այստեղ ուշադիր եղեք, որ չվիճեք, եթե ձեր տուն են գալու, այդպես եք նստելու, ապա դա մաքրություն է կամ թեկուզ աշխատանքի վայր է։ Նաև ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հաջողություն ունեք այդ օրը, ինչ որ գործերում, ինչ էլ որ անեք այդ օրը, եւ ճանապարհ եք գնալու կամ ինչ որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 11-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, որ առիթ կլինի, որ ձեզ կուրախացնի։ Հանդիպում ունեք, իրար նվերներ կարող եք տալ, քաղցրավենիք, ծաղիկներ եւ այլն, բայց հետո հաճ պահեր կան եւ ինչ որ բան եք ձեր ձեռքից բաց թողնում, դա ձեզ կարող է ցավ տալ։ Եվ սպասման մեջ եք լինելու, ինչ որ մարդկանց կսպասեք կամ ինչ որ բանի կսպասեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 11-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ունեք թաքուն սիրավեպ, նաև թաքուն գործողություններ, ինչ-որ բան է ձեզ ուրախացնելու, տրամադրությունը բարձրացնելու էներգիայով կլցվեք, որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն կամ նոր է սկսվում նման ցիկլ, դա կարող է նաև լինել ավարտ։ Հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում, այնինչ որ կանեք այդ օրը, բայց ինչ որ բաներ չեք հասցնում ավարտին, ինչ որ գործեր էլ կմնան այդ օրը, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Եվ նաև այստեղ ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ որ մեկի հետ կամ փաթեթ կստանաք նաև փաստաթղթերի հետ կապված ոչ գործունեություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 11-ին։
Հարգելի ջրհոսներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ամեն ինչ է ձեզանից կախված, տատանվում եք, ծանրութ թեթև եք անում, ընտրության առջև կարող եք կանգնել նաև նորություն եք լսելու, այդ նորությունը այդքան էլ հաջող նորություն չէ, կարող է դա ձեզ ցավ տալ նաև տխրություն է սա, կամ հիասթափություն է ինչ-որ մեկից, ինչ-որ բանից նույնպես, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում. Գնայինք ձկներին. Ինչ է սպասվում ձկներին մարտի 11-ին. Հարգելի ձկներ, այդ օրը գումար եք ծախսելու, նաև գումարի մասին կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ, արժեք, այդպես, ոմանք ընդում են աշխատանքի, ոմանք այդ ձեր աշխատանքի հետ է կապված, գումարի մասին խոսելը, այդպես, քննարկելը, կամ ձեր աշխատանքի հետ կապված գումար կծախսեք, եթե տանն եք անում, և դա նաև հարցազրույց է, նաև հանդիպում պետական աշխատողի հետ, ինչ-որ բան է ձեզ տխրեցնում օրվա ընթացքում, կամ ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել, և որոշ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են, յուրաքանչյուր ամիս, այս ամիս ևս կկատարվեն, և կարող է նոր է սկսում, ինչ-որ ամեն ամսվա ցիկլ ձեզ մոտ, կամ ավարտվում է դա, և կարող դա է տխրության պատճառը, կամ որ էլի եկավ այդ ժամանակը, հատկապես եթե դուք եք ինչ-որ մի բան վճարելու, որտեղ վճարում եք, ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նաև կարող է այդ օրը ինչ-որ մեկի հետ ժամ պայմանավորվեք, և ձեր ցանկությունները կիրականանան, այստեղ դա կապված է աշխատանքի հետ կամ բիզնեսի հետ, ինչի որ ունեք, նաև ուզում եք օրինակ այդտեղ գնալ հարցազրույցի, դա ևս ձեր ցանկությունը կկատարվի, ուզում եք պատվեր գրանցեիք, այդպես, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում.